Թանկարժեք և սպորտային մակնիշների համար բաց տանիքով մեքենաների արտադրությունը մշտապես եղել է զարգացման գլխավոր ուղղություններից մեկը։ Բարենպաստ կլիմայական պայմաններով երկրներում պահանջարկի հիմնական բաժինն ընկնում է ոչ թե կուպեներին, այլ ռոդստերներին կամ կաբրիոլետներին։ Ահա և իտալական Լամբորգինին է միանում թանկարժեք սպորտային ռոդստերների ընտանիքին, Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսալոնում ներկայացնելով իր ամենամասսայական մոդելի Գալարդոյի բաց տանիքով տարբերակը Gallardo Spider անվանումով։ Բաց տանիքով մեքենաները, բացի լավ եղանակին, քամու և արևի պարգևած հաճույքից, մի շատ կարևոր հատկություն ևս ունեն։ Դրանք ապահովում են շրջապատի անթաքույց ուշադրությունը մեքենատիրոջ նկատմամբ, բավարարելով նրա փառասիրական զգացումները։ Սեփական անձի ցուցադրման այդպիսի մի էֆեկտիվ միջոց է Լամբորգինին ընդհանրապես, իսկ Spider-ն առավել ևս, քանի որ շրջապատի ուշադրությունը երաշխավորված է ոչ միայն մեքենա նստելիս կամ դուրս գալիս, այլ մեքենան վարելու ողջ ընթացքում։ Այնպիսի տպավորիչ մեքենա, ինչպիսին Gallardo Spider-ն է, ամեն օր չի հանդիպում, նույնիսկ Բևերլի Հիլզի փողոցներում կամ ֆրանսիական լազուրային ափում, և միշտ էլ հետաքրքիր է տեսնել այն երջանիկի դեմքը, որ վարում է նման մեքենա։ Ինչ վերաբերում է Gallardo-ի նոր ռոդստերին, ապա նրա համաշխարհային պրեմիերային նախորդել էր Gallardo Concept S-ը, որը ցուցադրվել էր Ժնևյան ավտոսալոնում։ Ցուցադրված կոնցեպտն ըստ էության հանդիսանում էր Spider-ի նախատիպը։ Concept S-ն առանձնանում էր վերնամասի յուրօրինակ կառուցվածքով, որտեղ բացակայում էր դիմապակին։ Դրա փոխարեն վարորդի և ուղևորի առջևում ապակե հովհարներ էին, որոնք շարունակվելով սալոնի երկայնքով դառնում էին պաշտպանիչ վահանակներ, վարորդին և ուղևորին առանձնացնելով իրարից։ Դիզայներական այդպիսի լուծումը վերցված էր անցյալի դասական մեկ տեղանի սպորտային մրցարշավային մեքենաներից։ Չափազանց էֆեկտիվ արտաքինով Concept S-ը լոկ դիզայներական մտավարժանք էր, սակայն պարզ էր, որ այդ քայլով Լամբորգինին նախապատրաստում է ավտոսիրող հասարակությանը Gallardo Spider-ի համաշխարհային պրեմիերային, որը տեղի ունեցավ 2005 թվականի սեպտեմբերին Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսալոնում։ Բաց տանիքով Spider-ն արտաքնապես ոչնչով չի տարբերվում կուպեից։ Միակ տարբերությունը մեքենայի ետնամասում է, որտեղ նախկինում ապակե կափարիչի տակ երևացող շարժիչն այժմ թաքնված է շերտավոր կապոտի տակ։ Այստեղ է թաքնվում նաև 20 վայրկյանի ընթացքում ծալվող փափուկ տանիքը։ Սակայն Lamborghini Gallardo Spider-ը ստացել է ավելի հզոր շարժիչ։ Դա 5 լիտր աշխատանքային ծավալով վեաձև 10 մխոցային շարժիչն է, որը տեղադրվում է կուպեի վրա, սակայն հզորությունը աճել է 500-ից հասնելով 520 ձիաուժի։ Gallardo Spider-ը 100 կմ/ժ արագությանը հասնում է 4,3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը փակված տանիքի պայմաններում հասնում է 314, իսկ բաց տանիքի դեպքում 307 կմ/ժ-ի։ Ինչպես և կուպեն, Spider-ը ևս առաջարկում է 6 աստիճանով մեխանիկական և ավտոմատ փոխանցումատուփերով և 4 տանող անիվների համակարգով։ Lamborghini ընկերությունում նախատեսում են 2007 թվականի ընթացքում վաճառել 800 Spider և 500 կուպե։
Spider-ը մոտավորապես 40,000-ով ավելի թանկ կլինի, քան կուպեն և կվաճառվի մոտավորապես $200,000 արժեքով։